Խցանման սկիզբն ու վերջը այդպես էլ չի երևում, ոչ մի վթար ու ոչ մի ապա, վարորդները իրար վրա են բղավում ու հետո նոր միայն պարզում, Երևանի փողոցներում վազքի մրցույթ է, ամբողջ կենտրոնը փակ է եւ այդ մասին վարորդներն իմանում են խցանման մեջ հայտնվելուց հետո միայն, նախապես ոչ մի հայտարարություն, ոչ մի զգուշացում չի եղել։ Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Խնդրում եմ իրենց ճշտեք իրազեկման հետ կապված, մենք վաղ ունենք նման միջոցառում անցկացնելու, պատշաճ նաեւ իրազեկումն այսօր մենք ապահովել ենք։ Սպորտի նախարարության լրատվականը տեղեկացրեց, որ իրենք միայն ֆինանսական մասով են աջակցել միջոցառմանը եւ բնակչությանը նախապես չծանուցելու համար պատասխանատու չեն։ Միջոցառումն անցկացվել է նախարարության ֆինանսավորմամբ, բայց կազմակերպիչների համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ու աշխատանքային խումբը ինքը ունի մեդիա պատասխանատու։ Բոլոր հարցերի դեպքում զանգահարեք կազմակերպիչներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի մասնակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Թեթևատլետիկայի ֆեդերացիան, որի նախագահ Ռոբերտ Էմյանն է։ Նա շեշտեց, որ պատշաճ կերպով տեղեկացրել է բոլոր կառույցներին։ Օրինական ձևով եւ ոստիկանությանը եւ քաղաքապետարանը մենք տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 3-ին ժամերը հստակ է, որ փողոցները եւ համաձայնությամբ եւ ոստիկանության եւ քաղաքապետարանի հետ Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը սակայն չի ստացել որևէ ծանուցում։ Վարչությունը պնդում է նաեւ, որ պարտավոր չեն տեղեկացնել մի միջոցառման մասին, որի կազմակերպման հետ քաղաքապետարանը կապ չունի։ Պաշտոնապես հայտարարում եմ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը նման որևէ փաստաթուղթ չի ստացել։ Ավելին, եթե անգամ ստանային, թեև չենք ստացել, հստակ պնդում եմ եւ պատրաստ եմ դրատակ ստորագրել։ Եթե ստանայինք էլ, դա կընդունենք ուղղակի որպես իգիտություն, այսինքն ինչպես մեր բոլոր գործընկերներին ձեզ է ուղարկվում, այդպես էլ մենք էլ որպես գործընկեր կմտածենք, որ մեզ էլ որպես գործընկեր ուղարկվել է, որ մենք էլ տեղյակ լինենք, որ վաղը, այսինքն այսօր աշխատանքի գալուց իմանանք, որ ասենք այս ճանապարհով չգանք, մյուս ճանապարհով գանք։ Կարծում եմ տրամաբանական է, չէ՞։ Ոստիկանության կայքում նույնպես ոչ մի նախնական տեղեկություն կամ ծանուցում չկա։ Թեև ճանապարհային ոստիկանությունը պետք է ապահոver բոլորի անվտանգությունը եւ նախապես հայտարարել, թե որ փողոցները, որքան ժամանակ եւ ինչու են փակ լինելու։ Մարաթոնա սպորտի նախարարություն եւ քաղաքապետարան, սպորտի նախարարություն զանգել։ Ոստիկանություն, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան եւ Թեթևատլետիկայի ֆեդերացիա փակ շղթայի բոլոր օղակները պարզվում է Երևանյան երթևեկությունը փոփոխելու մասին նախապես ծանուցելու պարտականություն չունեն։ Աղվան Ասոյան, Գառնիկ Մելքոնյան, Խաչատուր Եսայան, Ժամ լրատվական։